Լինել պահպան անձանց մերոց հետ նայելով օրմությամբ հմայեսես մեզ և առաջնորդյալ ասուս է յոր բարության անիստը զոր խոստացավ սիրելի աջրոց ճշմարիտ Աստված Հիսուս Քրիստոս դեն ամենակալ կեցուսև Սանգիս գիշերիս խաղությամբ անցուցան լավատովի դիարն է խնդրես Զրեշտակ խաղությամբ պահպան անձանց մերոց դիարն է խնդրես Skavotyon e vëzdohëqën ancanaz me rotë djarën e xëtës. Nësër po haqin me të valov zorëqën rëtëqën ancanaz me rotë djarën e xëtës. Jevës me ababasën që shmari devsu pavatus me rostër avëqës. Zanzimës me revës me mjanës djarën astuzo amenakalin aznërës. Ողոր միած մեզ դեր աստված մերս մեծի ողորմության կոմ ասաս սոտ ամենեքյան միանարություն։ Դեր որմյան, դեր բարերան, որ մեծան ուտությամբ կո պատրաստեցեր սավիտենական հանգիստ, արագյունությամբ աշխատելոցն, և կոչեցեր արկես կասի ձայնիվ սանդաբերնյալ սխաժանյալ սնմեղով, հանգիստ նոցախ ոստանալով։ Սորիա և մեծ դեր աստրով ուտությամբ ստիշերը սանքուցանել, և իծանուտենե մեղած աշխատյալ կսապահով յավողորմությամբ, և արժանավորյա մշտի հնավոր անգստյան ընդամենայն սուրբ վսկով,
Եվ գանալով բարավորեսում, ըսքեզ ընթոր և ամենասուր փոխույն, այժմ և միշտ և ավիթյան սավիտենից ամեն, խաղաղություն ամենեցում։ Աստուծո երկիր պագեսում, բարգևատու բարյակ և աղթու խաղաղության տերաստված մեր, ամենայն սատանայական խրոմության խաղացոս միտս մեր և սխորուրդս ու գիշերի սայսմիկ և ամենայն ժամանակ, որպես առաջնորդյալ կանցավոր կենցաղույս, ժամանեսու գավիտենական երկնից նախկայության կոն, ձոր պատրաստեցել սկզբամե աշխարի սրբոս, և ընդոսին գուանալով բարավորեսում, Սայր և զորդի և ուսում ոգի, այժմ և միշտ և ավիթյան սավիտենից, ամեն։ Լոյսիմ եմ կյանքի կեսում է ետյաց, հերապավեն կենացի մոձեսում է լողացած։ Իմեր ձնան առիշ չարած ուտելըզ մարմինի դեղիչ կիմև կշնամի կիմնու կհատը կարացան իվանքա։ Պատրաստեցի վերային պատերազմ ոչերնից ես ետնիմ, արցե վերային ճակական մարսակայն և այս վեքի կեզներ ուսացա։ Հզմիկ նխեցի տիարները վսույն աղաչեն, բնակելի դիտան տիարն զամենեն աղորս կենաց մյուտ։ Տեսանել ինձ զվայեցություն տիարն և հրաման տարի տաճարին։ Ասկի ալիսի կորանի յուրում ամուրջանի ընդհարգավոր ալիսի ծածույր կորանի յուրում։ Արկոր և որդո և որդու սրբով։ Այժմ և միշտ և ավիտյանը սավիտենից ամեն։
խաղության ստիրաղաչեսում, բասնագության ողոց նաղաչեսումս պրկիչն է Քրիստոս, զիզնոսան դարդասն ասեսեմ, սուրես կեցուս ծեշտորի ողորմության յուրով, ամենակալ իրաստված մերկեցով, Քրիստոս, որդի աստուծո, ամինակա և վալիքի, վկատ մարացադասյով ըգյոքության Անարժանի ողորմության, ապության, իսկության, դասավորյան, մատակոմյան դասում, սիրուեստեր և այլից ամենություն դադավոր ծանտանյան ծիքարելով, և դեպ սվայրել բան, կշնորություն և պատիվ, այժմ և ինչ դևանության իսաբիտենից, ամեն։ Օրհնյալ Տերն Հիսուս Քրիստոս, այրներ, որդեքին Սուրբ Եղեցյան, եկես ձեր արքայություն քո, Եղեցին կամ, որպես է դինը սերակրի, ասած մեր հանապազով թվում մեզ այսօր, և թող մեզ սպարտիցներ, որպես և մեկ թողունք մերոց սպարտականած։ Եվ մի տանիրս մեր սիքորդություն, այլ պրկյաց մեզ իչարել, սիքոյ արքայություն և զորություն, և պար կապիտյանս ամեն։ Օրհնյալ Խոսում ես, հարոզում աղոտ, չեմ արդեն։ Որ և որդնո և որդնույսը քո, ամեն։ Արդարև, եթե իմաստությունը քեզ մոտ կանչես և ձայնդ մտքի հանճարին ուղես, ընտրես այն ընտիր արծաթի նման և ինչպես գանձ որոնես այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը և դու կգտնես Աստծո գիտությունը։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօրվա ընթերցումը վերցրված է առակաց գրքից և գալիս է մեզ հիշեցնելու, թե որն է իմաստությունը փնտրելու ճանապարհը։ Ինչ է նշանակում իմաստություն և ինչ է նշանակում փնտրել իմաստությունը։ Աստվածաշնչի մեջ մենք տեսնում ենք բազմաթիվ տեղիներ, բազմաթիվ հատվածներ, որոնք մեզ խոսում են Աստծո իմաստության մասին և այդ իմաստությունը գտնելու ճանապարհի մասին։ Մեր կյանքում, սիրելի ժողովուրդ, կան բազմաթիվ փորձություններ և հատկապես վերջին շրջանում մարդկային կյանքը լի է նաև զանազան ցանկություններով, վայելքներով, երջանկության և ժամանցի անցկացման տարբեր տեսակի հնարավորություններով։ Սակայն դա է արդյոք մեր կյանքի նպատակը, այս կյանքում ունենալ որքան հնարավոր է շատ երջանկություն, հաջողություն և նմանատիպ բաներ, որոնց ծագումը այս աշխարհին է և մնալու է այս աշխարհին, որովհետև այս կյանքում ինչքան էլ վայելք և երջանկություն ունեցանք, որ այս աշխարհի ծագումն ունեն, ոչ մի երջանկություն մեր հետ չեն տանել, սակայն որն է ճշմարիտ երջանկությունը։ Մենք տեսնում ենք, որ իմաստությունը Աստվածաշնչում ընդգծվում է որպես Աստծո կողմից տրված մեծագույն պարգևներից մեկը, և որ այն մենք պետք է որոնենք մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ իմաստությունը ոչ թե մարդկային փորձի արդյունքում տրված գիտելիքներն են, այլ նաև Աստծո նկատմամբ երկյուղը, նրա նկատմամբ սերը և նրա կամքը կատարելու ցանկությունը։ Եվ այս կյանքի երջանկություններից, զանազան հարստություններից ամեն ինչից հրաժարվելու և դրա փոխարեն առավել գերադասելու Աստծո իմաստությունը և երկնքի արքայությանը հասնելու ցանկությունը մեզ համար վառ օրինակ է ծառայում Սողոմոն իմաստուն թագավորը, որ ինչպես տեսնում ենք Թագավորաց գրքում, Սողոմոն իմաստունը Աստծուց իմաստություն է խնդրում, ունենալով ամեն ինչ, ամեն տեսակի հարստություն, ամեն տեսակի իշխանություն և ամեն մի վայելք, որ կարող էր վայելել մարդը, Աստծուց խնդրում է իմաստություն, որպեսզի կարողանա իմաստությամբ կառավարել և առաջնորդել իր ժողովրդին։ Եվ ահա արդեն իմաստություն Սողոմոնի գրքի մեջ մենք տեսնում ենք, որ Սողոմոն իմաստուն թագավորը պատմում է ասելով, որ ես ծնվեցի սովորական մարդու նման, սովորական մարդու նման շնչեցի այն օդը, որը բոլորն են շնչում։ Ծնվեցի այս աշխարհում և զգացի այն ցավերը, այն երջանկությունները, որոնք բոլոր մարդիկ զգում են։ Ճանաչեցի ամեն ինչ, բայց ամեն ինչից ավել գերադասեցի իմաստությունը
որովհետև իմաստությունը ավելի եմ համարում, քան այս աշխարհում գտնվող բոլոր անգին գանձերը, արծաթները, ոսկիները եւ ադամանդները։ Այն առավել եմ համարում լույսից, այն առավել եմ համարում արեգակից եւ աստղերից բխող բոլոր ամբողջ լույսից, քանի որ լույսը կարող է փոխվել գիշերի, իսկ իմաստությանը չի կարող հաղթել չարությունը։ Ուստի սիրելիներ, մենք մեր կյանքում ձգտենք այդ Աստծո իմաստությանը, որովհետև ոչ մի բան մեզ հետ այստեղ չենք տանելու, այլ պետք է կուտակենք, հավաքենք այդ իմաստությունը եւ երբեք չդադարենք, ինչպես Առակաց գիրքն է ասում, ամենայն ժամ բազմապատկյազ գիտելիք քո, ամեն ժամ պետք է ձգտենք կատարելագործվելու, փնտրելու աստվածային իմաստությունը, եւ իմաստությունը ոչ այլ ինչ, ոչ մի կերպ չի տրվում, այլ միայն աղոթքով։ Եվ ինչպես տեսնում ենք, Սողոմոնը աղոթեց Աստծուն եւ ստացավ, քանի որ Աստված պատասխանեց ասելով. «Քանի որ ինձանից իմաստություն խնդրեցիր, ոչ թե այս աշխարհում եւ այս աշխարհից ելնող ինչ որ մի բան, հարստություն, առողջություն, երջանկություն կամ որևէ այլ բան, այլ աստվածային իմաստությունը, այն կտամ քեզ եւ ավելիով կտամ այնքան, որ քեզանից առաջ դեռ չի եղել եւ քեզանից հետո դեռ չի լինելու»։ Ուստի եկեք չդադարենք փնտրել աստվածային իմաստությունը, մեր կյանքներն ուղենք Աստծուն հաճելի ճանապարհով, չէ որ միայն Աստծո կամքը կատարելով ենք մենք ավելի իմաստնանում եւ ավելի իմաստուն դառնում։ Թող Տիրոջ սերը, շնորհը եւ խաղաղությունը մեզ բոլորիս հետ լինի։ Ամեն։ Ամեն։ Օրհնյալ լինեք Սուրբ Օգու շնորհներով, գնաք խաղաղությամբ եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս տորինի ձեզ եւ բոլորիս հետ։ Ամեն։ The parking machine probably, yeah. Anne, tornerò a